Սիրելի գործընկերներ, այս լսումներին հետևող սիրելի հայրենակիցներ, բոլորիդ ողջունում եմ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին եւ խոսքը սկսել իմ զորակցությունից բոլոր այն արժանապատիվ հայրենիքներին եւ հայոց լայվ դստերը, որոնց ոգին թևածում այսօր այս դահլիճում, եւ որոնք մեր պատմության մեջ ցավոք ոչ առաջինն են, ոչ էլ վերջինն են այս բան։ Մինչև ինձ հնչեցին բազմաթիվ ելույթներ եւ մասնապես առաջին զեկուցում Էլինար Վարդանյանի, որը ձևակերպեց այսօրվա քննարկման նյութը, կուզենայի նախ իմ աջակցությունը հայտնել այդ ելույթներին, մեր աջակցությունը հայտնել նաեւ այն հայտարարության նախագծին, որը ներկայացվել է, ներառյալ նաեւ ներկայացված ձևակերպումներով եւ հաշվի առնելով, որ այո, իսկապես այս վիճակը, որում մենք հայտնվել ենք, ունի մեկ ֆունդամենտալ հանգուցալուծում, դա Հայաստանում իշխանափոխությունն է, միևնույն ժամանակ իմ ելույթում կենտրոնանալ այն միջանկյալ քայլերի վրա, որոնք կարելի է անել արդեն այսօր։ Հայաստանում այս պահին կա մոտավորապես 2800 ազատազրկված անձ։ Դրանցից 53%-ը ազատազրկման վայրերում են գտնվում առանց դատավճռի։ Որովհետեւ դուք պատկերացնեք այդ թիվը ինչ է նշանակում։ Ձեզ բերեմ համեմատական վերլուծություն։ Ռուսաստանի Դաշնությունում ազատազրկված անձանց ընդամենը 25%-ն է, որ չունի դատավճիռ եւ գտնվում ազատազրկման վայրերում։ Մեր հարևան Ադրբեջանում եւ Վրաստանում դա 24% է մոտավորապես յուրաքանչյուրում։ Թուրքիայում 15% է, Լեհաստանում 10 ընդամենը։ Հայաստանը եվրոպական ԵԽԽՎ երկրներում, այսինքն Եվրոպական խորհրդի երկրներում, բացարձակ առաջատար է ազատազրկված, բայց դատավճիռ չունեցող մարդկանց թվով, տոկոսային պարունակությամբ եւ դրանց մեջ նաեւ բնականաբար այն քաղբանտարկյալները, որ մենք ունենք։ Եվ այս խայտառակ վիճակը պայմանավորված է ոչ միայն այն վարչախմբով, որը գործում է Հայաստանում եւ որը իսկապես շրջել է ոտից գլուխ ժողովրդավարությունը եւ դավաճանել է ցանկացած սկզբունքի, որով նա եկել է իշխանության եւ որով նա ներկայացրել է իր ծրագրերը մեր ժողովրդին։ Բայց նաև այն օրենսդրությամբ, որը մենք այսօր ունենք եւ որը եւս ի դեպ ընդունվել է 21 թվականին այս վարչախմբի կողմից այն պայմաններում, երբ որ հիշում եք դիմադրության շարժումներ, անդիմությունը ազգային ժողով չէր գալի եւ նրանք ըստ էության ծածկադմփոց անելով կարողացան անցկացնել այն օրենսդրությունը, որ այսօր գործում է։ Ես հատուկ մի երկու հղում կատարեմ։ Ուրեմն մեր քրեական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածը տալիս է կալանքի կիրառման պայմանները։ Եվ դրանք շատ տարածական են, գրված է հետևյալը տարածություն։ Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումը ապահովելու համար։ Եվ դա դատավորն է որոշում։ Բավարար է թե անբավարար։ Չկա ոչ մի չափանիշ։ Բավարար է թե չէ, դատավորն է որոշում։ Հիմա եթե դատավորը հայտնվել է քաղաքական ճնշման տակ, նա որպես կանոն տալու է կալանքի սանկցիա։ 119-րդ հոդվածը ընդհանրապես, այսպես ասած, հրեշավոր պայմաններ է ձևակերպում կալանքի համար։ Եվս կարդամ ձեր թույլտվությամբ։ Անձին կարելի է կալանքի տակ պահել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է վարույթի բնականon ընթացք ապահովելու համար եւ քանի դեռ առկա են անձին կալանքի տակ պահելու հիմքերը։ Սակայն ամեն դեպքում այդ ժամկետը չի կարող գերազանցել սույն հոդվածով կալանքի տակ պահելու համար սահմանված առավելագույն ժամկետները։ Հիմա որոնք են այդ առավելագույն ժամկետները, իրավաբանները տեղեկ են դրան։ 4 ամիս ոչ մեծ ծանրության հանցագործությունների համար, 6 ամիս միջին ծանրության հանցագործությունների համար, 10 ամիս ծանր հանցագործությունների համար եւ 12 ամիս առանձնապես ծանր հանցագործությունների համար։ Հիմա որպեսզի համեմատություն էլի լինի, եվրոպական երկրներում առաջի երկու կատեգորիաների դեպքում ընդհանրապես կալանք չի նախատեսված։ Նախատեսված են խափանման այլընտրանքային միջոցներ։ Այսինքն եթե մարդը մեղսագրվում է իրան արարք, որին ենթադրվում է առավելագույնը 1 տարվա ազատազրկում որպես պատիժ, պատկերացրեք, որ նույնիսկ այդ դեպքում նախատեսվում է 4 ամսվա կալանք։ Միջդատական։ Հիմա դատական է։ Դատական վարույթում կալանքը կարող է կիրառվել կամ դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր դեպքում 3 ամսից ոչ ավել ժամկետով։ Գիտեք դրա մասին։ Բայց հիմա կարևորը կալանքի տակ պահելու ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել մեղադրյալին վերագրող հանցանքի համար նախատեսված
ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը, առավելագույն, այսինքն մեր պրակտիկան կալանք տալու հիմնված է մեղավորության կանխավարկածի վրա, ենթադրվում է, որ մարդուն կարելի է կալանքի տակ պահել, մինչև տվյալ արարքի կապ չունի, այդ մարդը վերջում արդարացվելու է, չի արդարացվել, առավելագույն ժամկետը։ Եվ սա մեր օրենսդրությունն է, հասկանում եք, ես կարդում եմ երեք սրա մասին, եւ մտածում եմ, որ սա ըստ էության հակասում է մեր սահմանադրության 78-րդ հոդվածին, համաչափության սկզբունքին։ Համաչափության սկզբունքը հետեւյալն է. հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրած միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը։ Այսինքն մեր մոտ կալանքը, որը սահմանափակման միջոց է, բացարձակ անհամարժեք է, բացարձակ անհամարժեք այն խնդրին, որ ինքը կատարում է։ Խնդիրը ո՞րն է ըստ էության։ Թույլ չտալ, որպեսզի մարդը կրկնակի հանցագործություն կատարի, որպեսզի մարդը խափանի գործընթացը դատական եւ այլն։ Բայց դրա համար մեր օրենսդրությունը նախատեսում է կալանք մինչև տվյալ մեղսագրվող արարքի առավելագույն ժամկետը, որը բացարձակ աբսուրդ է, այսինքն ընդհանրապես նվազագույն ժամկետը կամ ժամկետի կեսը կարելի է հասկանալ, բայց առավելագույն ժամկետը եւ դա հիմք է, որպեսզի մեր քաղաքականացված դատարանները, ինչպես որ գործընկերներն են ասում, անընդհատ կիրառեն կալանք համանա առանց սահմանափակման։ Ուստի ուզում եմ ներկայացնեմ առաջարկությունը հարգարժան գործընկերներին, Հայաստան եւ պատիվ ունեմ դաշինքների, հարգելի գործընկերներ, եկեք աշխատենք միասին դիմենք սահմանադրական դատարան։ Այս 110-րդ հոդվածը այն բազիսն է իրավական, որով այս բոլոր մարդիկ գտնվում են հիմա ազատազրկման վայրերում։ Այս բազիսը պետք է քանդել, չսպասելով իշխանափոխությանը։ Պետք է դա անել հնարավորին չափ շուտ եւ դրա մասին խոսելով, հանրայնացնելով, դրա շուրջը գործընթաց իրականացնելով։ Եվ ընդհանրապես ասած կոչ եմ անում բոլորս մտածենք շատ կիրառական քայլերով, որովհետեւ իշխանափոխությունը դեռ պետք է տեղի ունենա, դրա համար դեռ պետք է աշխատել, իսկ այս միջանկյալ գործողությունները պետք է իրականացնել արդեն հիմա։ Շնորհակալություն։